Նախարարության կողմից մենք կառաջարկենք կառավարությանը, եթե մեր ուսուցիչները համաձայնեն, հանդիպում կազմակերպենք մեր ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած եւ այժմ այս սանդղակում հայտնված ուսուցիչների հետ նաեւ մարդկանց ճանաչելու։ Շատ շնորհակալություն։ Դա էլ է տարբերակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հարց համար 27 Պարոն Սիմոնյան համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է կառավարությանը հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ՍԱ ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը, որով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները։ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության եւ վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում։ Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում։ Արձանագրվում է, որ կողմերը, կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն միմյանց նկատմամբ։ Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։ Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ այն ներդրումային ծրագիրը, որով պետք է դա իրականացվի, կներկայացվի կառավարության համաձայնեցմանը եւ այդ մաստեր պլանում կներառվեն նաեւ 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները։ Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն համապատասխան բանաձևով ճշգրտման եղանակով, ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի եւ Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից։ Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է, ամեն տարի կազմելով 4 միլիոն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավել քան 3 տարի ժամկետով։ Նշեմ, որ բանաձևը եւ հիմնական հասկացությունները ներկայացված են պայմանագրի համապատասխան հավելվածում։ Սահմանվում է, որ կոնցեսիոների բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի կառավարության հետ։ Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժան լուծման դեպքում օդանավակայանը եւ դրա պատկանելիքները վերադարձնել կառավարությանը լիովին եւ լիարժեք շահագործվող վիճակում։ Նախագծով կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 միլիոն ԱՄՆ դոլարից ավել ներդրումներ իրականացնելու դեպքում կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված, կոնցեսիոն պայմանագրի դադարեցման հետ կապված փոխհատուցման վճարները հաշվարկելու, մաստեր պլանով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում կատարման մեխանիզմներ կիրառելու եւ այլ հարաբերություններ։ Լրացման նախագծով վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը եւ թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին։ Որոշման նախագծով նախատեսվում է 1 ամսյա ժամկետում ստորագրել Հայաստանյան կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը։ Այսքանը, շնորհակալություն։ Հիմա Պարոն Սիմոնյան, եթե մենք ստորագրենք այս լրացումը, մաստեր պլանը երբ կներկայացնեն։ Նախատեսվում է մաստեր պլանի ներկայացումը մինչև հունվարի 31-ը։ Իսկ դրանից հետո ներդրումները կսկսվի, այսինքն ինքը ժամանակացույցը մոտավորապես ինչ կառուցվածք կունենա։ Շնորհակալություն հարցի համար։ Ներդրումները 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը։ Մաստեր պլանը կառավարությանը ներկայացնելուց հետո 4 ամսվա ընթացքում կառավարությունը կամ պետք է հաստատի կամ հիմնավոր մերժի, եթե տեղի ունենա հիմնավոր մերժման դեպք կամ համապատասխան հիմքերի առկայության հաստատման դեպքը եթե տեղի ունենա, ապա 33 թվականը, եթե պայմանական որոշակի փոփոխություններ առաջարկելու անհրաժեշտություն առաջանա եւ որոշակի բանակցությունների փուլ լինի, ապա համապատասխան չափով կարող է այդ 33 թվականից երկարաձգվել։
Պարոն Սիմոնյան, իսկ որպեսզի ավելի պարզ լինենք, էլի հիմա գետնի վրա երկրորդ տերմինալի կառուցման աշխատանքները, եթե մենք master plan-ը հաստատենք, երբ կսկսվի, կարող ենք ենթադրել, որ անմիջապես կամ գոնե ես տենց եմ հասկացել բանակցությունների ընթացքը։ Master plan-ը հաստատելուց հետո, պարոն Գրիգորյան, անմիջապես իրենք կմեկնարկեն այդ աշխատանքները եւ հենց կոնցեսիոն պայմանագրի այս լրացման տեքստով նախատեսված է, որ մինչև 33 թվականը այդ ներդրումները պետք է իրականացվեն եւ այդ տերմինալի ոչ միայն տերմինալի, այլ բոլոր այդ գույքի եւ սարքավորումների հետ կապված ներդրումները պետք է այդ ընթացքում իրականացվեն։ Այդ օրվանից սկսած Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան, այսինքն մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում։ Այո, պարոն Գրիգորյան, նման իրավական հիմք է ստեղծվում, քանի որ գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ Զվարթնոց օդանավակայանից 250 կիլոմետր շարավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոները ունի այդ օդանավակայանի նկատմամբ առավելություն կառավարումը ստանձնելու, սակայն այս պարագայում Կապանի Սյունիք օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից եւ դա չի վերաբերում Սյունիք օդանավակայանին։ Իրավական առումով այո, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ եւ համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվի այնտեղ։ Շնորհակալություն։ Դա անելու ենք, չէ՞։ Նպատակը կոնցեսիոն պայմանագրում նման փոփոխություն իրականացնելու նաեւ հետապնդում է համապատասխան աշխատանքներ Սյունիք օդանավակայանում հետագայում։ Շատ լավ։